իրականում եթե ավելի խորքային գնահատական տամ, հիմա պատերազմ է գնում։ Ես մեր շփոթված հեռուստադիտողին խորհուրդ կտամ ոչ մեզ հավատալ, ոչ իշխանությանը, փաստերին նայել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Ադրբեջանը նախ ռազմական գործողություններ է սկսելու Հայաստանի նկատմամբ եւ հող է նախապատրաստում Իրանի դեմ գործողություններ։ Հունիսի 7-ին ցույցերը ճակատագրական են։ Ես զր ամիսներ առաջ եմ ձեր եթերում ասել։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ոչ արևմտյան Ադրբեջանի շարժման համակարգողներ Սուրեն Սուրենյանցին եւ Հայկ Նահապետյանին։ Շնորհակալ եմ պարոն Հայկ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Հայկ, որքան էլ որ այստեղ ընտրությունային ընթառաջ իշխանությունները վստահեցնում են, երաշխիքներ են տալիս, ասում են այդ վստահեցնում ենք նման հարց ադրբեջանցիների վերադարձի չկա, ասում են դա մտածածին այդ թեզը արևմտյան Ադրբեջանին, ավելին այստեղ դատական հայցեր են ներկայացվում ընդդիմադիրների նկատմամբ այդ թեզը անդադ կրկնելու համար։ Մյուս կողմից է զուգահեռ իրականության մեջ մենք տեսնում ենք, որ օրինակ Ադրբեջանում տարբեր միջոցառումներ, քննարկումներ են անցկացվում ադրբեջանցիների վերադարձի թեմայով, իրենց նախագահն է անդադ խոսում իբրև իրենց սուրբ հող վերադառնալու համար եւ այսպես շարունակ։ Այ ընդհանուր ինչ պատկեր ունենք ու ի վերջո քաղաքացին, որ լսում է երկու այս տարբեր իրար հակասող տեսակետը, ում պետք է հավատա։ Նախ ես մի կարևոր արձանագրում եմ ուզում անել։ Ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ այն ահազանգը, որ ամիսներ շարունակ ու ամիսներ առաջ միայն կամ շատ քիչ մարդիկ, բայց հատկապես ես ու պարոն Նահապետյանը բարձրացնում ենք եւ քաղաքական դաշտում կարծես չէր քննարկվում այդ թեման, չէ՞։ Մեր հետևողականությունը ի վերջո բերեց իր արդյունքը, այսինքն այսօր ընդդիմադիր դաշտի 3 մագիստրալ ուժերը, այդ թվում են ուժը, որ ես եմ ներկայացնում, այդ ահազանգը հնչեցնում են որպես գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Գիտեք, ես մեր շփոթված հեռուստադիտողին խորհուրդ կտամ ոչ մեզ հավատալ, ոչ իշխանությանը, փաստերին նայել։ Որ մենք օդից չենք ասել, որ արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը գոյություն ունի։ Մենք ի սկզբանե դա հիմնավորել ենք կոնկրետ փաստերով։ Իրանք ջայլամիկ կեցվածք են որոշել որդեգրել, այսինքն ասում են, այդ մասին մի ասեք, որ ձև տանք, որ այդ խնդիրը չկա։ Ես ու Նահապետյանը ամենաուրախը կլինենք, որ այդ խնդիրը չլներ, մենք էլ չբարձրացնենք։ Բայց ասում են, թե Արարատ Միրզոյանը, թե Նիկոլ Փաշինյանը, ասում են խոստանում ենք բանակցություններում նման օրակարգ։ Հիմա դրան է կգամ, այդ մի հարցում իրանք բացարձակ անկեղծ են։ Բայց իրանք ժամանակ առաջ ասում էին նաև, որ Սահմանադրության փոփոխության հարց բանակցություններում չկա։ Հիշում եք, նույն ձևի, նույն հետևողականությամբ։ Հիմա սա են ասում, այդ հարցում ցավոք սրտի իրանք անկեղծ են։ Այլևս հայ-ադրբեջանական բանակցություններ չկան ընդհանրապես, որովհետև իրանց տերը ասում է, իրանք որպես վասալ կատարում են։ Դրա համար բանակցությունները չի կարող քննարկվել այդ հարցը, որովհետև բանակցություններ չկան։ Եթե սա է նկատի ունեն, հաստատ սա էլ նկատի ունեն, այդ հարցում դե բավականին անկեղծ են։ Հիմա իրանք մի հատ կեղծ թեզեր շրջանառեցին, մինչև փաստերով մենք հակադրություն սուտը բռնեցինք իրանց։ Իրանք ասում են, լավ, տես բան եղել է, բայց թրիփից հետո չի եղել։ Հետո ապացուցեցինք, որ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին իրանց ակադեմիայում Իլհամ Ալիևը առաջին անգամ այդ թեմայով խիստ ծրագրային ելույթ է ունեցել։ Դա թրիփից հետո է եղել։ Թրիփից հետո այդ ինքը շատ հանգամանալից խոսել է, որից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՄԱԿ-ում այլ միջազգային կառույցներում իրանք փաստաթղթեր են շրջանառել։ Բայրամովն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման օրերս խոսել։ Կա այդ թեման։ Պետական ծրագիր է դա։ Սա մեկ։ Եվ երկրորդը, եթե նկատել եք, իշխանությունները էլ չեն վիճարկում ադրբեջանական վերադարձի կոնցեպտը, խելագարություն են համարում 300,000 թիվը։ Լավ, հիմա եկեք թվի վրա իսկապես չկենտրոնանանք, այդ մարդիկ իսկապես չեն հասկանում ինչ են խոսում։ Այդ 300,000 թիվը նախ մենք չենք օրինել, էլի ադրբեջանցիք են ասել։ Երկրորդը լավ թիվն է կարևոր։ Ես ասում եմ,
Իշխանությունը չի հասկանում այս խնդրի լրջությունը խորքային իմաստով։ Ենթադրենք 300,000-ի փոխարեն 30,000 ադրբեջանցի է գալի։ Իրանց նպատակը լրիվ այլ բան է։ Ես մեղավոր չեմ, որ քառակուսի է Նիկոլ Փաշինյանի ու մյուսների ուղեղը եւ իրենք չեն կամ էլ կամ լավ սենց ասեմ, կամ ադրբեջանական շահերը հնազանդորեն կատարող մարդիկ են, կամ քառակուսի է իրենց ուղեղները, որտեղ թիվը տեղյական չի։ Ադրբեջանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտը սահմանից ներս է, մեր սահմանից ներս է բերում X թվով ադրբեջանցի փախստականներ վերադարձնելով Հայաստան։ Այսինքն քո ամբողջ տարածքը դառնալու է մինի կոնֆլիկտների օջախների տարածք։ Ստեղ խնդիրը դա է, 30,000-ը կգան եւ մի կարեւոր բան էլ։ Մենք այդքան պրիմիտիվ չենք, որ մտածենք, որ հենց առաջի փուլից վազելով ադրբեջանցիները գալու են։ Ով որ հիմա Բաթումի շատ լավ գիտի, մի հատ ճշմարտություն կասեմ։ Սկզբում տեղի ունեցավ Թուրքիայի կողմից Աջարիայի տնտեսության կլանում, այդ տնտեսությունը կլանելուց հետո ստեղծեցին ինֆրաստրուկտուրաները, որից հետո թուրքական տալ ուժեղացավ Աջարիայում։ Այդ նույն բանը Հայաստանում ալնելու։ Այսինքն սկզբում կլանելու են տնտեսությունը, իսկ դրա նախադրյալները արդեն տեսանելի են, եթե դու Ռուսաստանի հետ այս կարգի գնում ես հարաբերությունների փչացման, Կախվածության մեջ է մտնում տնտեսությունը։ այդ վակուում պիտի լրացվի, թե չէ, բանը Ֆրանսիան ու Ամերիկան այդ վակուումը չեն լրացնում, լոգիստիկ առումով նույնիսկ չեն կարող այդ խնդիրը լուծել։ Պարոն Հապետյան, եթե հետևենք արդեն հակառակորդ կողմի իրենց խոսույթին, երբ բանից ավելի ակտիվացավ էս արևմտյան Ադրբեջան թեզը, ադրբեջանցիների վերադարձի, քանի որ իրենք այսպես փաստաթղթեր են ինչ-որ ներկայացնում, միջազգային հարթակներում են, անգամ ՄԱԿ-ին են դիմում, ակտիվ աշխատանք են տանում այս ուղղությամբ։ Ուրեմն երկու փուլ հիմնականում, փուլ առաջին բավականին ծածուկ գաղտնի 2011 թիվ այն որ Հայաստանի իշխանությունները արևմտյան Ադրբեջան պրոյեկտին չեն հավատում, թող ուսումնասիրեն, թե ինչու 2011 թվականից Վատիկանը հնարավորություն է տվել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականներին ուսումնասիրել իրենց փակ արխիվները, այն փաստաթղթերը, որով կար նամակագրություն 1502-1736 թվականների Պարսկաստանի Սեֆյանների գահակալության ժամանակ նամակագրություն Վատիկանի եւ Սեֆյանների շահերի միջև։ Եվ ինչ գործ ունի Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականները Վատիկանում ուսումնասիրում են այդ փաստաթղթերը։ Ինչու համար։ Շատ պարզվում է, որ կան ուժեր, պետություններ, կառույցներ, որոնք փորձում են իրավաքաղաքական եւ պատմական հող նախապատրաստել առ այն, որ Սեֆյանների հսկայական կայսրության ժամանակ Վատիկանի հետ հարաբերություններում իրականում որպես իրավահաջորդ է հանդես գալու ոչ ավել ոչ պակված Բաքու մայրաքաղաքով Ադրբեջանը։ Այնինչ Սեֆյանների կայսրության ժամանակ կայսերերը ազգությամբ պարսիկ չեն եղել, իրենք ազարի են եղել։ Թրքալեզու, բայց շիա մահմեդական, որոնց կայսրությունը տարածվել է հարավային եւ հյուսիսային Կովկասներով, Սիրիայով, Իրաքով, Աֆղանստանով, միջինասիական մի քանի հանրապետություններով եւ Իրանի հսկայական մասով, որ այսօր բնակվում են ազերներ։ Մայրաքաղաքը եղել է Սպահան, Թավրիզ։ Բայց հիմա հող է նախապատրաստում Ադրբեջանի իշխանությունների համար, որովհետեւ վերջիններս իրենց երկրի քաղաքացիներին հիմնավորեն գիտական, ակադեմիական, կրթական բոլոր հարթություններով, որ այդ կայսրության իրավահաջորդը ոչ ավել ոչ պակաս ներկայիս Ադրբեջանն է։ Իսկ ինչու է դա արվում։ Տեսականորեն պատկերացրեք, որ այդ կայսրության մաս դառնում են Սեֆյանների կայսրության տարածքներում ապրող ներկայիս ժողովուրդները։ Օրինակ, Իրաքը շիա երկիր է, եւ Իրաքի քաղաքացիների մեծ մասը, ոչ քրդերը, իրենք համարում են, որ իրենք եւս այդ կայսրության ժառանգներն են։ Այդպես մտածեն Սիրիայում բնակվող, այդպես միջինասիական 2-3 հանրապետություններում, Աֆղանստանում, Իրանում կա տենդենց, որ
մի հսկայական կայսրություն պետք է վերականգնվի, բայց ամբողջ հարցն է, որ Իրանում ազարիների այդ մոտեցումը ոչ թե Բաքու մայրաքաղաքով մեծ Ադրբեջան ստեղծվի, այլ Թավրիզ կամ Սպահան մայրաքաղաքով, այսինքն որ ներկայիս Ադրբեջանը միանա Իրանին։ Ես ուզում եմ ասել, որ այս պրոյեկտը խիստ ակտուալ է եւ այս պրոյեկտի շահառուները մասնավորապես կարծում եմ արևմտյան մի քանի պետություններ նպատակ են հետապնդում, օրինակ եթե Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Իրանը պարտվեր, այս սկզբի օրերը եւ գլխատվեց Իրանի ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարությունը, ես ձեզ վստահեցնում եմ, որ Ադրբեջանը նախ ռազմական գործողություններ է սկսելու Հայաստանի նկատմամբ եւ հող է նախապատրաստում Իրանի դեմ գործողություններ, եթե հիշում եք, մի քանի անօթաչուներ պայթեցին Նախիջևանի օթանավականի ծայրամասում, ինչ որ դպրոցների մոտ եւ առանց քննություն տանելու միանգամից Ադրբեջան նախագահը մատով եւ խոսքով թիրախավորեց Իրանին եւ Պահապանների կորպուսին։ Հետո իրեն սաստեցին, որ ավելի լավ է ինքը լուր մնա։ Պատկերացեք Իրանը պարտվում էր եւ վստահաբար Ադրբեջանին հնարավորություն էր տրվելու, այո, այդ Իրանի այլ մասը, որտեղ ազարի ժողովուրդն է ապրում, որը իրանական բարձրավանդակի ժողովուրդ է, միանա Ադրբեջանին։ Մոտ գումարային առումով մոտ 30-35 միլիոն ժողովուրդ է։ Եթե դրան էլ ավելացնենք Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի շիա մահմեդականները, 60-70 միլիոն ժողովուրդ է լինում։ Իսկ չեք կարծում, որ այդ մեծ թվականակով ժողովուրդը եթե ճիշտ կազմակերպի եւ ուղղորդվի Ռուսաստանի դեմ, դա Ռուսաստանի համար իր հարավային եւ հարավարևելյան ուղղությամբ մեծ գլխացավանք է։ Ես կարծում եմ, այս պրոյեկտի ավելի մեծ աշխարհակաղակական մասը կա, բայց որի փոքր էլեմենտներից մեկը ներկայիս Հայաստանը Ադրբեջանի ներկայիս ղեկավարության գնահատականներով դա Ադրբեջանի հանրապետության մաս է։ Ընդ որում գիտեք ինչով են հիմնավորում։ Օրինակ ասում են Երևանի եւ Նախիջևանի խանությունը Իրանից այն ժամանակ Պարսկաստանից անջատվել է եւ միացել է Ռուսաստանին ցարական 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով։ Այդ ժամանակ Հայաստանում, ներկայիս Հայաստան, որտեղ մենք ենք բնակվում, հայերի թիվը աննշան է եղել ի համեմատ ազարիների։ Ինչու՞։ Որտեղ Սեֆյանների իշխանության ժամանակ 1602 թվականներին Շահ 4, 2-ից 4, 2 տարվա ընթացքում, այո, Շահ Աբասը այստեղ ամբողջ հայությանը տեղափոխել է Պարսկաստան, այնտեղի ազերիներին բերել է այստեղ խառնելու եւ նու կայսրության մոտեցում է, քաղաքականություն է։ Եվ բայց խնդիրը նա է, որ նման հավակնություն մեր հարևան Իրանը երբեք հանդես չի բերում, փոխարենը Ադրբեջանն է բերում։ Այսինքն Ադրբեջանի ժողովրդի մոտ կա մոտիվացիոն դաշտ, որ այս տարածքները իրենց պատմական հայրենիքն են եւ իրենք պատրաստ են ազատագրելու այս մասը, այսինքն սա այնքան առարկական եւ պրակտիկ է։ Մնում է մնացածը գործիքակազմ ստեղծել, այն ինչ որ հիմա անում են միջազգային ատյաններում իրենց ներկայացվածությունը, ընդ որում 300,000 թիվը դա Ալիևի 1988-91 թվականների թիվ է, որը իրականում կեղծիք է։ Վերջին մարտահրավերով խորհրդային միության 85,000 ադրբեջանցի է ապրել։ Իրականում Ալիևը հրապարակավ ՄԱԿ-ի ամբիոնից անցյալ տարի սեպտեմբերին ՄԱԿ-ի գագաթնաժողովում 1 միլիոն թիվն էր ասում։ Այսինքն նաև ինքը ասում էր 300,000 եւ ժառանգները ամենայն հավանականությամբ։ Այս վտանգը խիստ առարկայական է, սա վերացական չի։ Ադրբեջանը եւ ոչ միայն իր հարևան Թուրքիան, Բրիտանիան պատրաստում են բոլոր նախադրյալները, որ եթե կարճ ճանապարհով, այսինքն ճակատամարտ ռազմական գործողություն հաղթանակ չտանեն, ապա երկարատև մոտեցումը հենց կոնկրետ Աջարիայի սկզբունքն է։ Պարոն Նապետյան, իսկ այդ միջազգային հարթակներում ներկայացված այդ մեխանիզմները, հա, գործիքները, դրա ինչ որ արդյունք կտա։ Ուրեմն ստեղծում է նախ քարոզչական հող, իրավական հող, վաղը չեմիսոր եթե այս տարածքները տեսականորեն նայենք, հա, ասենք մի պահ մտածենք, որ ինչ որ ձևով փորձում են յուրացնել կամ շատ արագ ռազմի միջոցով ռազմական գործողությունների կամ տնտեսական կլանում, հետո ժողովրդագրական վիճակի փոփոխություն։ Իհարկե, երբ որ իրենք հող են նախապատրաստում քարոզչական եւ իրավական, իրենք չեն դիտվում որպես օկուպանտ։ Վերադարձ փախստականների դա օկուպացիա չի։ Այսպես քիչ կաթիլ կարող է եւ Բայց այդ կաթիլը ամբողջ հարցն է, որ շատ ավելի արագ է, քան ինքներս մենք պատկերացնում ենք։ Պարոն Սուրենյանց, քանի որ արդեն տևական ժամանակ է, նաև այսպես ոչ արևմտյան Ադրբեջանին շարժում եք համակարգում, հա, տարբեր ակցիաներով, ուզում եմ իմանալ ու հիշում եմ, որ
տարբեր դեսպանություններ նամակներ եք ներկայացրել։ Սրա վերաբերյալ ինչ որ արդյունք կա, ինչպես նաև այս փուլում ինչ աշխատանք է կատարում շարժումը։ Դեսպանատներից ու միջազգային կառույցներից արձագանք չկա։ Բայց մենք այնքան միամիտել չենք, որ մտածենք, որ իրենք արձագանքելու են, ի վերջո այս ամեն ինչը նաև հովանավորվում է արևմտյան կոնկրետ կենտրոնների կողմից, որտեղ Ռուսաստանի ռեգիոնից դուրս մղելու խնդիր են լուծում այս պրոյեկտներով, հա։ Եվ բայց մեր համար ի սկզբանե ակնհայտ էր, որ արձագանք չենք ունենալու։ Բոլոր դեպքերում չի, երբ որ ինչ-որ մեկին դիմում ես անպայման արձագանք ստանալու ակնկալիքով է։ Իմ համար կարևոր է, որ հանրային դիսկուրսում այս թեման օրակարգ հարության կողմից ինչ արձագանք կա, ինչ հետաքրքրվածություն։ Տեսնում այդ վտանգի մասին է հարցնում։ Հետևեք դուք ուժեղ Հայաստանի, Բարգավաճ Հայաստանի, Հայաստան դաշինքի խոսույթ ղեկավարների առաջնորդների առաջին մակարդակով կտեսնեք, որ այս մտահոգությունը առաջնային է նրանց խոսույթում։ Այս մտահոգությունը, այդ մասին Սամվել Կարապետյանն է խոսել, Գագիկ Ծառուկյանն է խոսել, Ռոբերտ Քոչյանն է խոսել, Արման Թաթոյանն է խոսել։ Ուզում եմ ասեմ, որ նայում ես քաղաքական պալիտրայի օրակարգ է դա։ Այո, հիմա սա ամենակարևորն է, որտեղ ի վերջո իմունիտետ ձևավորողը մեր հասարակությունն է։ Ու ի վերջո, ինչի է շատ կարևոր է զրույցը այս պահին։ Հունիսի 7-ի ընտրությունները ճակատագրական են։ Ես ձեր ամիսներ առաջ եմ ձեր եթերում ասել, որ այս թեման էլ էր շատ անտարբեր էին վերաբերվում, քաղաքական ուժերն էլ էին պասիվ ու տպավորություններ, որ մի քանի հոգի են այս ահազանգ հնչեցնում, այդ ժամանակ եմ ասել, որ հունիսի 7-ի ընտրությունները հարակվեն իրենց բովանդակությամբ։ Մի կողմից Արևմտյան Ադրբեջանի ֆրակցիան է ԿՊ փաթեթավորմամբ, հա, ու գլխավոր երջանիկ վասալի գլխավորությամբ Ալիևի Փաշինյանի։ Մյուս կողմից Հայաստանի Հանրապետության պահպանության դիրքերից հանդես եկող ուժերն են։ Այսինքն այդ հանեք ԿՊ-ին ու մի երկու սատելիտի իրա, ասենք մնացած ուժերը այդ մեր վեճերն է։ Այն մնացած վեճերը որ կան, մեր հայկական տան մեջ եղած վեճերն են, այդ տարբեր կուսակցությունների վեճերը։ Մեր ներքին խոհանոցն է։ Քաղաքակրթական եւ քաղաքական հարցերում մենք մի ճակատ ունենք։ Այսքան կոնսոլիդացված ընդդիմություն օրակարգային առումով երբեք չի եղել Հայաստանում, որովհետեւ կրկնում եմ, հազարատ հակասություն ունենք, բայց դա մեր ներքին կուխնյան է։ Գլխավոր Հայաստանի Հանրապետության պահպանման հարցում, Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը մերժելու հարցում, եկեղեցուն պաշտպանելու հարցում ու Փաշինյանի աղանդը մերժելու հարցում մենք ունենք 100%-անոց կոնսենսուս։ Հետևաբար մեր քաղաքացիներին հորդորում եմ հունիսի 7-ին այս ճակատագրական նշանակությամբ էլ մոտենան։ Սա վերջին ընտրություններն են լինելու Հայաստանի Հանրապետության, եթե ԿՊ-ն վերարտադրվի։ Որովհետև եթե մենք ընդունենք Ադրբեջանի վասալիտետը, հետո ավտոմատ արդեն Իլհամ Ալիևը նշանակելու է այստեղ այս մի վասալին փոխարինելու է այն մյուս վասալով եւ այլն եւ այլն։ Դուք չեք տեսել քաստինգ է սկսվել ԿՊ-ում, ով ավելի շատ ադրբեջանական նարատիվ կհնչեցնի։ Ասենք Ալեն Սիմոնյանը Նիկոլից են կոմահացնում, են Արսեն Թովոսյանը ավելի են կոմահացնում, դե իրանք են լավ զգում էլի, որ գնում են Հայաստանի այն կարգի կազմակերպմանը պետականության, որ այլևս հասարակության համար չարժի խոսում, այդ տիրոջ համար են իրենք խոսում։ Հունիսի 7-ը ճակատագրական ընտրությունն է։ Հունիսի 7-ին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի տեղամաս պիտի մոտենա ճիշտ նույն էմոցիայով, ապրումներով, ինչպես տեղամաս են գնացել մարտի 91 թվականի սեպտեմբերի 21-ին։ Այն ժամանակ ստեղծել են պետություն, ամոթ էր չէ ընտրության չգնալը, հարակվեի 90 քանի տոկոս մասնակցություն ա եղել։ Հիմա այլի ամոթ է տանը մնալը, որտեղ հարձակվել են մեր հանրապետության վրա Ալիևն ու նրա վիշիստական ռեժիմը։ Հարձակվել են մեր հանրապետության վրա եւ ընտրությունը քո խրամատն է, յուրաքանչյուր քաղաքացու խրամատն է։ Քո քվեաթերթիկով դու հարվածում ես արտաքին թշնամուն ու նրա տեղական վասալին։ Այս տրամաբանությամբ մենք պիտի մասնակցենք ընտրություններին։
ակտիվ մասնակցել, մերժել ԿՊ-ի եւ նրա սատելիտներին։ Այսինքն այդ բոլորով միասին ես որքանի այսօրին շատ եմ բանավեճի մասնակցում, այնքան պարզա պատկեր է երևում։ ԿՊ-ն am երկու արմանյակ կուսակցություններով մնացածից մեջ վեճ չկա, եթե նույնիսկ վեճ կա, այդ վեճը կներեք ոչ Ռուսաստանին է վերաբերում, ոչ Ամերիկային, ոչ առավել եւս Ադրբեջան, այդ վեճը մեր ներքին հարցեր են, մի քանի հարցեր, որը կարող է նորմալ է, տարբեր կուսակցություններ, տարբեր մոտեցումներ ունեն։ Իրանք մենք պասերով չենք խաղում։ Այսօր միտեղ բանավեճում Արսեն Թորոսյանը ինձ ու Բորիս Մուրազին մեղադրում էր, որ մենք պասերով ենք խաղում։ Բայց ինչքան աբսուրդ է, Հայաստանի Հանրապետության գնդակը ինքն է։ Հայաստանի Հանրապետության երկու արժանապատիվ քաղաքացու ասում են դուք իրար հետ պասերով եք։ Հայաստանի քաղաքացիները կարան պասերով խաղան։ Ես իրան պատասխանեցի, որ ավելի լավ է երկու արժանապատիվ Հայաստանի քաղաքացի պասերով խաղան, քան դուք անդադ Ալիևի հետ պասերով խաղաք մեր պետության դեմ։ Պարոն Նահապետյան, այսպես ասած, արդեն մի քանի օրից, հա, պարզ կլինի ընտրության արդյունքները ու դա բնականաբար իր այսպես լուրջ ու վճռական ազդեցություն է ունենալու թե ընդհանուր Հայաստանի արտաքին քաղաքական այսպես ուղղվածության, այդ թվում նաև այս խոսույթի, այս նարատիվների վրա Ադրբեջանի հետ բանակցությունների, այ ամսի 8-ից հետո այս հարթակում, այս ֆրոնտում ինչ փոփոխություններ են սպասվում ու կախված ընտրությունների ելքից։ Նույն այս նարատիվի հետ կապված օրինակ Արևմտյան Ադրբեջանը։ Ես կարծում եմ, որ նույնիսկ եթե տեսականորեն նայենք, մեզ համար, գոնե ինձ համար, իմ ընկերների համար, ոչ ցանկալի, տեսականորեն նայենք, Փաշինյանը վերարտադրվում է։ Ժողովուրդը սխալվում է, իսկ ժողովուրդը կարող է սխալվել։ Այնպես չէ, որ ժողովրդի ընտրությունը միշտ բացարձակառումով ճիշտ է։ Այո։ Ժողովուրդը սխալվեց Հիսուսին Եղջեր Աստծո եւ ժողովրդի անունից են բոլոր մեղքերը։ Այո, այո։ Ժողովուրդը սխալվեց, Հիտլերին բերեց իշխանության եւ պաշտպանեց եւ այդ ազգի գլխին մեծ ահավիք բերեց։ Բազմաթիվ դեպքեր կան։ Ինչևէ, կարող է սխալվել, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում պայքարը կանգնելու է, որ մենք հանձնվելու ենք, որ մենք դուրս ենք գալու Հայաստանից, որ մենք թույլ ենք տալու, որ Հայաստանը այնուամենայնիվ վերածվի Արևմտյան Ադրբեջանի։ Պայքարը շարունակվելու է։ Իրականում եթե ավելի խորքային գնահատական տամ, հիմա պատերազմ է գնում։ Ուղղակի պատերազմ, տաք պատերազմ, ռազմական գործողություններ չեն, բայց նպատակը անգամ սառը պատերազմի նույնն է ինչ որ տաք պատերազմի։ Թշնամին փորձում է նվաճել այս տարածքը։ Նվաճման ձև կա եւ այդ ձևը Թուրքիան բավական էֆեկտիվ կիրառել է Աջարիայի վրա։ Աջարիան լինելով Վրաստանի տարածք ըստ սահմանադրության, ՄԱԿ-ի կանոնադրությամբ, փաստացի կառավարվում է Թուրքիայի կողմից, թուրքական պրոտեկտորատ է, այո։ Հիմա նույն ծրագիրը ըստիս կարծում եմ այստեղ է եւ իրենց համար թիվ 1 խնդիրը Հայաստանի տնտեսությունը ինտեգրելն է թուրքական աշխարհին։ Այնինչ հիմա կատարվում է իրականում այդ գործընթացն է։ Ես նորից եմ ասում, իշխանության վերարտադրության դեպքում մենք պայքարը շարունակելու ենք, այն գործիքակազմը, որը օրենքը թույլ է տալիս, իսկ եթե անդիմությունը պարտվում է, իսկ այսօր գոնե այս օրակարգով վստահաբար մենք հաղթել ենք, այսինքն իշխանությունը ունի փաստարկ, հակափաստարկ մեր բոլոր էմպնդումներին, թե ինչ նպատակներ են հետապնդում Ադրբեջանը, Թուրքիան եւ թուրքական աշխարհը։ Հետաբար, եթե անդիմությունը պարտվում է, ես կարծում եմ, որ այս օրակարգը դառնում է երկրի անվտանգությանը եւ մեր պետականության նետված թիվ 1 մարտահրավերը իր արկա նաև որոշակի սպառնալիքներով եւ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը եւ մեր պետական ինստիտուտները լծվելու են այդ մարտահրավերն ու սպառնալիքը չեզոքացնելու գործի։ Ես ընդհանրապես մի լրացում անեմ, որպես պատմաբան 88-91-2 թվերին էլ Ադրբեջանը ռեսուրսներով, անկամներով Հայաստանից ուժեղ է եղել միշտ, որովհետեւ թվականակով էլ էր մեծ, ամեն ինչով էլ էր մեծ եւ այլն։ Եթե ձեզ թվում է, նույնիսկ համազգային զարթոնքի են թվերին ազգի ճակատագիրը լավ իմաստով եմ ասում։ Ամբողջ ժողովրդով է որոշվել, չէ։ Ազգի մեջ ցանկացած կայացած հասարակության մեջ կա որակյալ փոքրամասնություն, որը պատասխանատվությունը վերցնելով իր ձեռքը կարողանում է վերջո հասարակական մթնոլորտ ստեղծել եւ երկիր փրկել։
մենք մի քանի միլիոնանոց ժողովուրդ ենք, բայց ազատամարտին մի քանի տասնյակ հազար մարդիկ են, չէ՞ մասնակցել։ Ուզում ասեմ միշտ տենց է։ Ուղղակի ինչի ենք մենք հաջողել 90-ականներին, 2000-ականներին եւ ինչու պարտվեցինք հիմա, որտեղ 90-ականներին, 2000-ականներին իշխանությունները նպաստում էին այդ որակյալ տեսակի կայացմանը, բանակ զիված ուժերում նրանց ուժեղացմանը եւ այլն, հեղափոխությունից հետո, այսպես կոչված հեղափոխությունից հետո, լրիվ ուրիշ հերոսներ կտան իշխանությունները։ Կոնտրաստ է դա, բայց պարոն Նահապետյանի հետ համաձայն եմ լուծելի խնդիրը։ Եվ վերջում արդեն ուզում էի ներկայացնեք շարժման առաջիկա անելիքները։ Ինչ է նախատեսում ոչ արևմտյան Ադրբեջանի շարժումը, ինչ է սպասվում։ Գիտեք, եկեք շատ անկեղծ ասեմ, գլխավոր թիրախը մեր այս պահին հունիսի 7-ի ընտրություններն են, ընդ որում ոչ թե մանդատ լուծելու իմաստով, որ մեր գաղափարները մեզ տարբեր հոգեհարազատ ուժերի միջոցով դառնան իրականություն։ Ընտրությունները կլինի ջրբաժան կլինի, նոր դրանից հետո կմտածենք ոնց ենք։ Ես կարծում եմ տեղեկատվական քարոզչական առումով մենք հաջողել ենք, որտեղ դա անդիմության հիմնական այսպես ուժերի եւ նրանց առաջնորդների էսպայն թիմի խոսույթն է, ես կարծում եմ, որ ինքը պետք է կազմակերպական տեսք ստանա պայքարի արդեն համակարգված ձևով։ Այսինքն ընտրությունից հետո նոր վստահաբար, այո, իր մեջ ներառելով բոլոր ուժերին, անդիմադիր, հասկանանք մենք դաշնակից իշխանություն ենք ունենալու, թե շեշտը դնելու ենք միայն հանրային համախմբան վրա, էլի։ Հունիսի 7-ը իմաստով ասում։ Ջրբաժան է եւ ժամանակ մենք արդեն կոնկրետ առարկայապես կողմնորոշվենք։ Շնորհակալ եմ պարոն ձեզ զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր Եվրոմեդիայի տաղավարում զրուցում ենք ոչ արևմտյան Ադրբեջանի շարժման համակարգողներ Հայկ Նահապետյանի եւ Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալ եմ մեր եթերին հետևելու համար, կհանդիպենք։